Ղարաբաղյան պատերազմը վերսկսվելու դեպքում ազատամարտիկ Գեղամ Իսավերդյանն առաջինը իր ձեռքը զենք կառնի, թեև այսօր դժվարությամբ է շարժվում։ Եթե չկարողանա, էլ խիղճը հանգիստ է, իր 3-ամյա որդու մեջ արդեն զինվոր է տեսնում։ Այսօր նա մտահոգված է իր ապագա զինվորին կերակրելու խնդրով։ Պատերազմի ընթացքում վիրավորված եւ կոնտուզիա ստացած ազատամարտիկը մեծ դժվարությամբ միայն իր այգին է կարողանում մշակել։ Երբեմն էլ պատմում է պատերազմի ընթացքում գլխով անցածը։ Վիրավորվեցի տանկի սնարյադներից, գլխի պրոբլեմա մեկ է սրտի, չեմ կարողանում շնչեմ։ Նա ընդամենը 45 տարեկան է, սակայն աշխատանք չունի, սա նրա միակ հոգսը չէ։ Իսավերդյանների ընտանիքը նաև բնակարան չունի, արդեն 10 տարի է վարձով են բնակվում։ Երկրապահ ջոկատին եմ դիմել, իրանք ասել են դեռ հնարավորություններ չկա, մենք որ լինի ձեզ կտեղեկացնենք։ Գեղամ Իսավերդյանին օգնում են միայն իր եւ կնոջ ծնողները։ Դե հիմա չգիտեմ, այս իրավիճակի ելքը վերջը ինչ է լինելու։ Չնայած հիվանդությանը եւ անօթևան լինելուն, ազատամարտիկը որևէ մեկից չի դժգոհում, կարծում է դժվարությունները մարդու համար են։ Այնինչ իրեն չի հաջողվել, կհաջողվի որդուն, դեռ ավելին մտադիր է ընդլայնել իր ընտանիքը։ Տաթևիկ Ազիզբեկյան, Սևակ Մեսրոպյան, IPFM։